Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Բռնությունը ու ցույցեր Լաթաքիա, դաշնայանացման կոչերը ողբերգություն ավնպրծալ Սիրիա, Կիլիկիա, Արցախ, վերնախագահական խոսքը պարտավորեցնում է ֆրանսիական հիշողությունը։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը դիմալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին վիճարկելի այն թափահասեղնագործության բացառապես թուրքական ժառանգության ճանաչումը։ Ոգեղեն առաքելություն, պետական պատասխանատվություն, Մասիս Ինճիճյանի աշխարհայացքային խոսքը, ճշմարտության ու արդարության ճանապարհին, Արա Խաչիկ Մանուկյանի առաքելությունը, Արցախավանքերնաբերդերը գույքագրված են, Genesis Armenia ներկայացրել է բացառիկ քարտեզն է, Արցախյան փախլավան, Մարտին Եսայան, Ալիևին երբեք հաջողվելու չի լրիվությամբ բնակեցնել Արցախը։ Լաթաքիա ու Սիրիայի մի քանի քաղաքներում ալավիական համայնքի զանգվածային ցույցերն էլ դաշնայանացման ավելի լայն իրավունքների պահանջավ։ Ցույցերը վերածվան բախումների, զոհվել առնվազն 3 մարդ, տասնյակները վիրավորվան, իշխանությունները խոստացան քննություն անցկացնել, իսկ իրավապաշտպանեն կոչն անում նվազեցնել լարվածությունը։ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդին հայտարարությունը։ Ֆրանսիայի նախագահի գաղութացումը որպես մարդկության դեմ հանցագործություն բնորոշ խոսքը պարտավորեցնում է նաև պատմական պատասխանատվության։ Այդ համատեքստում 1921 թվականի Կիլիկիայի լքումը դիտարկվում է որպես գիտակցված քաղաքական որոշում, վերին հետևանքով հայ բնակչությունը մնացել է անպաշտպան ու ենթարկվել է բռնությունների։ Թեպետ Կիլիկիան իրավականորեն գաղութ չէր, գտնվելիս էլ Ֆրանսիայի փաստացի պաշտպանության ներքո, ինչը ստեղծելիս էլ պատասխանատվություն։ Նման հակասությունը կրկնվել է 2022 թվականին Պրահա, վերդիվանագիտական գործընթացները առանց բավարար երաշխիքների հանգեցրան Արցախահայ բնակչության հարկադրական տեղահանմանը։ Կոչ ընկան Ֆրանսիան ու եվրոպական կառույցներին ինել սկզբունքային, հետևողական վերագնահատելով անցյալի ներկայի քաղաքական որոշումների մարդկային հետևանքները։ Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը պաշտոնապես դիմալ է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը դիմալ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին պահանջել է վերանայել ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում այն թափահասեղնագործության գրանցումով, որը ներկայացվում է որպես բացառապես թուրքական։ Դիմումում նշվում է վերտեխնիկան պատմականորեն կապված է այն թափահայկական համայնքների հետ, իսկ դրա փոխանցման ընդհատումը հետևանք է հայերի դեմ իրականացված ցեղասպանության։ Կողմը պահանջում է կամ ճշգրտել գրանցումը նշելով հայկական ծագումը կամ կիրառել համատեղ գրանցման մեխանիզմ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հալամ արձագանքալ չի։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը պատգամավորի թեկնածու Մասիս Ինճիճյանը հանդես եկալ աշխարհայացքային ելույթով անդրադառնալով հայ ժողովրդի հոգևոր առաքելությանը, ինքնության վերածննդին ու պետականության իմաստին։ Սփյուռքում կրթված ու երկար տարիների համայնքային գործունեություն ծավալած Ինճիճյանը շեշտ տալ էր քաղաքականությունը կարելի չի ունենա արժեք առանց հոգևոր հիմքի, իսկ Արևմտյան Հայաստանապետականությունը պիտի ծառայ արդարության ու ճշմարտության իրագործմանը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության հետի։ Արա Խաչիկ Մանուկյանը հետաքննող լրագրող Հունցնեմարդու իրավունքների պաշտպան է։ Ինքը գլոբալ խաղաղության միջազգային կազմակերպության հիմնադիրն է, վերը պատմական ու գիտական փաստաթղթերի միջոցով արդարադատության ու հաշտեցման առաջխաղացման է նվիրված։ Բագրատունի թագավորական տոհմի ժառանգ Ուշահան Նատալի Նեմեսիս գործողության ճարտարապետի թոռը։ Մանուկյանը շարունակում է իր ընտանիքի ճշմարտության ու պատմական հանցագործությունների հետի պատասխանատվության առաքելությունը։ Իրան գործերի թվում են դավաճանություն, խոստումը երբեք իրականացվել չի ու եւ հետո լույս այլել, վեր բոլորն էլ ընդգծում են մարդկության ճշմարտության որոնումը գիտելիքի ապացույցների ու խաղաղության միջոցով։ Genesis Armenia ուղեղային կենտրոնը ներկայացրել է Արցախավանքերի եկեղեցիների, ամրոցների ու բերդերի գիտական քարտեզն է ուղղված պատմամշակութային ժառանգության փաստագրմանը պահպանմանը։ Շնորհանդեսը տեղի ունեցել կառույցի հիմնադրման 5-րդ տարեդարձի շրջանակում վերին վաղ ամփոփվել է նաև կենտրոնի գործունեությունը։ Կազմակերպությունը վերահաստատել է իրան հանձնառությունը շարունակելի գործը Արցախահայաստան ազգային շահերի պաշտպանության ուղղությունով։ Արցախափախլավան ավանդական քաղցրավեն ինքավերը պատրաստվում է Արցախում ու Հայաստանում։ Պատրաստվում է թթխմորից, ընկույզավ կամ կաղինավ, համենվում է մեխակավ, հիլավ ու քրքումավ։ Փախլավան կազմում է 9-10 պերակ շերտերից, միջուկում օգտագործում է աղացած ընկույզ ու շաքար, իսկ թխումից հետո ներծծում է շաքարավազավ կամ մղրավ։ Թխվում է 180-ից 200 աստիճան ջերմաստիճանը մոտ 30-ից 40 րոպե։ Ռազմական փորձագետ Մարտին Եսայանի գնահատումով Բաքվի նախագահի այցով կոպացված Արցախ ու Ստեփանակերտում պեցված պուրակը քաղաքական բեմադրություն են։ Իրան ասելով Արցախաբռնի վերաբնակեցումը ձախողվում է, բնակեցված շեները խրեգ են, իսկ շատերը քինամ են։ Եսայանն ընդգծում է, որ Արցախը հարցը կապված չի, Արցախահայությունը հրաժարվել չի իրան իրավունքներն ու վերջնական հաղթողը ինյանյա ճշմարտությունը, հայրենիքն է հավատը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ եսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ դիպ ընկայցիկ։